Մայրաթոր Սուրբ Էջմիածնի Գյումրու հայորդյաց տունը վերահաստատելով իր մշակութային, կրթական ու դաստիարակչական առաքելությունը հանդես եկավ վառ ու տպավորիչ հաշվետու համերգով։ Սկզբունքը մերժել ցանկացած անճաշակություն եւ անկիրթ միջամտություն մեր գործունեության մեջ, ինչի համար նախ եւ առաջ շնորհակալ եմ իմ թիմին։ Այս միջոցառումը ոչ միայն ամփոփեց անցնող տարվա գործունեությունը, այլ նաեւ եւս մեկ անգամ նշանավորեց 10-ամյա գործունեության բեղուն էջերը։ Հպարտ եմ, որ ի սկզբանե որդեգրած ճանապարհից ոչ մի վայրկյան չենք շեղվել, որ հավատարիմ ենք մնացել հայրենական ակունքներին, բայց մշտապես մատը պահել ենք համաշխարհային մշակութային զարկերակի վրա։ Բեմում հայորդյաց տան երգչախումբն ու տարբեր պարային համույթներն են ներկայացնում են եւ ազգային եւ ժամանակակից ուղղության պարային կատարումներ։ Այդ խմբերից շատերի անցած ուղու եւ կայացման հարցում հայորդյաց տունն իր մեծ լուման ունի։ Երբ երեխայով սկսեցինք խումբը, չէինք պատկերացնում, որ պետք է շատ լավ երգչախումբ ունենանք մի օր։ Հայորդյաց տունը մեր տունն է։ Հայորդյաց տունը ընդհանրապես քաղաքի համար կարևոր գույն է եւ իր շենքային պայմանները ապահովում է, որ երեխաները կարողանան ճիշտ գրագետ կրթություն ստանան։ Մշակութային ճաշակ թելադրող այս կառույցում դեռ 3 տարի առաջ սկսեց արմատավորվել նաև պրոֆեսիոնալ թատերական մշակույթը։ Բազում ներկայացումներ ունենք, շատ ներկայացումներ իմ իսկ գրված պիեսի հիման վրա է բեմադրվել եւ այստեղ սովորում են թատերական դասարանում եւ բեմական խոսք եւ վարպետություն եւ էթիկա եւ ստեղծագործական հոգեբանություն։ Քանդակի եւ նկարչության դասարաններն էլ ներկայացան հետաքրքիր ցուցադրությամբ։ Միջոցառումն առանձնացավ ոչ միայն մշակութային ելույթներով, այլև սպորտային հաջողությունների ճանաչմամբ այստեղ գործող ձյուդոյի, կարատեի եւ գեղարվեստական մարմնամարզության խմբերը վերջին տարիներին բազմաթիվ հաջողություններ են գրանցել հանրապետական եւ միջազգային հարթակներում։ Ձյուդոյի Եվրոպայի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիրներ, կարատեի դասարանում ունենք մեծ հաջողություններ, կրկին եւ Եվրոպայի եւ Հայաստանյան առաջնություններ, նույնը գեղարվեստական մարմնամարզության դասանում 3 օրինակ Վրաստանի Թելավի քաղաքում կայացած մրցույթում մեր սաները նվաճեցին առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակներ։ Հայորդյաց տան կայացման եւ զարգացման գործընթացում առանցքային է եղել Աստղիկ Գետիկարյանի սերն ու նվիրումը։ Դրանք գումարվել են համագործակցությունների համակարգված եւ նպատակաուղղված զարգացումը։ Դելտա Տելեկոմ ընկերությունը, Ցայք, Շանթ հեռուստաընկերությունները, երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը, Ախուրյան Կոպշինը, Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունը, եթե որևէ մեկին մոռացա, թող ինձ ներեն։ Այս համագործակցությունների շարքում առանձնահատուկ է նաև Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի ներկայությունը, որը վերջին տարիներին իր տաքուկ անկյունն է գտել հայորդյաց տան պատերի ներսում։ Խորհրդային կյանքում քաղաքի, ես ասեմ, ամենակարևորը, ամենամեծ նշանակությունը, որին ես տալիս եմ, դա փոքրիկների զբաղվածությունն է։ Ոչ միայն փոքրիկների, մինչև միջին տարիքի եւ բարձր երեխաները այսօր շատ մեծ սիրով են հաճախում հայորդյաց տուն։ Հայորդյաց տունը ակտիվորեն աշխատել է տեղական ինքնակառավարման մարմինների, կրթամշակութային հաստատությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ, ստեղծելով մի դաշտ, որտեղ երեխաներն ու պատանիները հնարավորություն ունեն բազմակողմանի զարգացման։ Այս 10 տարիների ընթացքում հայորդյաց տանը ամենատարբեր խմբակներում կրթվել եւ շատ հետաքրքիր ձեռագիր եւ իրենց տնօրենի եւ ուսուցիչների շնորհիվ ստացել են հարյուրավոր սաներ, ինչը բնականաբար շատ կարեւոր գրանցում է քաղաքի մշակութային կյանքի համար։ Այստեղ ձևավորվել է մի համայնք, որը սնվում է ազգային արժեքներից, գիտակցում է ինքնության կարևորությունը եւ քայլում ժամանակի պահանջներին համընթաց առանց կտրվելու ակունքներից։ Հայաստանի չեմպիոն եմ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր անցած տարի։ Պարամունքները շատ լավ է, արտասում եք նոր մրցումների։ Դե ես այսօր շատ լավ տրամադրությամբ եմ եկել, քանի որ ես հայորդյաց տանն եմ ապրում եւ իմ համար մեծ պատիվ է այստեղ համերգ տալը։ Հայորդյաց տունը եւ ընդհանրապես էտուդ ստուդիան ինձ հնարավորություն է տվել ազատվել բոլոր այդ կոմպլեքսներից, որոնք ես ունեի առաջ։ Հայորդյաց տունը այսօր էլ մնում է հավատարիմ իր սկզբունքներին, հոգատարությամբ պահելով պորտալարը, որը միացնում է սերունդներին իրենց ազգային ինքնությանը, լեզվին, մշակույթին եւ արժեհամակարգին։ Հավատարիմ մնալ հայրենական ակունքներին,
ամուր պինդ կպած մեր պորտալարին ու թող որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է կտրել այդ կապը։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, Հայկ Կապրելյան, այսօր։ Բացահայտվել է մեր պետականության, Հայաստանի անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն և բնականաբար կանխվել է նաև պլանի իրագործումը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր իրավապահ համակարգի բոլոր ներկայացուցիչներին։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Առավոտյան հարցը քննարկել եմ նաև Հանրապետության նախագահի հետ և կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնեք պարգևատրման և պետական պարգևի։ Կարծում եմ շատ բան չկա ասելու թեմայի հետ կապված, որովհետև ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել և ես այս պահին չունեմ որևէ այլ բան բացի հրապարակվածից ասելու, համոզված եմ արդյունավետ քննություն տեղի կունենա և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն և ուզում եմ մի հարցի վրա մեր ուշադրությունը հրավիրել, որովհետև երեք հանրային քննարկումներում, սոցիալական ցանցերում մի շեշտադրում իմ ուշադրությունը գրավեց, այդ շեշտադրումը հետևյալն էր, օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27 է նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել և ես հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի ձևակերպումը, այս հարցի պատասխանը գտնելու ուղղությամբ նույնպես ջանքեր կգործադրի։ Բոլոր հին դպրոցների փոխարեն պետք է ունենանք նոր դպրոցներ, ըստ այդմ որոշում է կայացվել նորոգել կամ վերանորոգել հանրակրթական մի շարք դպրոցներ, ասել է Փաշինյանն ու թվարկել դրանք, որոնց թիվը մեծ է նաև Շիրակի մարզում։ Շիրակի մարզի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոց, Շիրակի մարզի Ախուրյանի Աղբալյանի անվան դպրոց, Սյունիքի մարզի Քարաշենի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Գորայքի միջնակարգ դպրոց, Սյունիքի մարզի Ախլացյանի միջնակարգ դպրոց, Վայոց Ձորի մարզի Շատինի միջնակարգ դպրոց։ Հիմա նաև ֆինանսավորում ենք այս դպրոցների նորոգումը, հիմա սկսում ենք, հա, ճիշտ հասկացա, չէ։ Հիմա այն դպրոցները, որոնք արդեն նորոգումը համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Այդ առաջին ցանկը, որ կարդացիք, դրանք են, որ ընտրել էինք ակնադիտական զննության արդյունքում, որ նորոգման ենթակա են։ Հիմա ըստ էության այդ աշխատանքը փոխարինման նախագծերի կազմանը, կավարտենք կմեկնարկենք նորոգումը, իսկ երկրորդ ցանկը նրանք են, որոնք որ արդեն ընթացքի մեջ են, նորոգվող են։ Մի ճշտում անեմ, պարոն վարչապետ, եւ լրացում մենք դուք նշեցիք արդեն ըստ էության գործող ցանկում ունենք 340 դպրոցներ, որոնցից 200-ը նոր կառուցվողներն են, 45-ի կառուցումը ավարտված եւ մնացած 140-ը նորոգվողներն են։ Այս ցանկերում ներառվածները 22 եւ եւս մոտավորապես 25, դրանք են, որտեղ արդեն նորոգումները մեկնարկել են կամ հիմա մեկնարկում ենք։ Առաջիկա ամիսների ընթացքում կբերենք նոր ցանկեր, եւ այս նորոգվող դպրոցների ցանկը հանրագումարով կհասնի 140-ի։ Որտեղ արդեն ընթացքում են Արարատի մարզի Հնաբերդի միջնակարգ դպրոց, Վարդաշենի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Այգեկի միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոց, Լոռու մարզի Ստեփանավանի Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, Վանաձորի Մաթևոսյանի անվան թիվ 8 հիմնական դպրոց, Վանաձորի Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոց,
Ագարակի միջնակարգ դպրոց, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոց, Վանաձորի Ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոց, Շիրակի մարզում, Գյումրի թիվ 32 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 38 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 41 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 28 հիմնական դպրոց, Փանիկի միջնակարգ դպրոց, Ախուջանի թիվ 2 հիմնակարգ դպրոց, Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 20 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոց, Ազատանի միջնակարգ դպրոց, Ազատանի դպրոցի մի մասնաշենքը կառուցված էր, այս երկրորդ մասնաշենքը պարզապես նորոգվում է։ Տավուշի մարզի Բերթի Սաղումյանի անվան ավագ դպրոց, Կայանի Հովանես Հինդլյանի անվան միջնակարգ դպրոց, Եվս 27 դպրոցում մեկնարկում է նորոգման աշխատանք, Մաստարայի Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոց, Թալինի ավագ դպրոց, Արարատի մարզում Բաղրամյանի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզում Նորակերտի միջնակարգ դպրոց, Քարակերտի թիվ 2 միջնակարգ դպրոց կրկին Արմավիրի մարզում, Լոռու մարզի Գյուլագարակի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզի Գառնու թիվ 2 ավագ դպրոց, Շիրակի մարզի Աշոտսկի միջնակարգ դպրոց, Գյումրու Օյունջանի միջնակարգ դպրոց վարժարան, Գյումրու թիվ 9 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց, Հառիճի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 31 հիմնական դպրոց, Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոց, Կառնուտի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 5 միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 30 հիմնական դպրոց, Նոր կյանքի միջնակարգ դպրոց, Արևշատի միջնակարգ դպրոց, Էլ Գյումրիում դպրոց մնաց, Մենակ չասեք մնաց, պարոն Արուշյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, իրականում Շիրակի մարզում 26 դպրոցներ են վերանորոգվում, որից 15-ը Գյումրիում է, ինքը ընդհանուր փաթեթը 5.7 միլիարդ է, 4 միլիարդից ավել միայն Գյումրու 15 դպրոցների նորոգման համար է։ Գյումրիում քանի դպրոց կա ընդհանրապես։ Չեմ կարող ասել հիմա հստակ, որտեղ դպրոցներ կան, որոնք նախարարության ենթակայության տակ են եւ միջնակարգ դպրոցները մարզպետարանի, բայց պարոն վարչապետ, ուզում եմ ասեմ, որ վերանորոգում, որ ասում ենք, չպատկերացնեն էլ մեր քաղաքացիները կոսմետիկ վերանորոգում, որտեղ այնտեղ հիմնանորոգման պես աշխատանքներ են տանում, թե տանիք, թե պատուհաններ, թե ներսում եւ նաեւ ամբողջությամբ եւ նաեւ գույքի նոր գույքով են գնալու այդ դպրոցները, աշակերտները տասի ու այդտեղ Շիրակի մարզում լայնածավալ աշխատանքները սկսվել են արդեն։ Պարոն, ոչ միայն Շիրակի մարզում, ոչ միայն։ Ես մերից եմ տեղյակ, պարոն վարչապետ։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, 15 անձ կալանավորվել է։ Հայաստանի քննչական կոմիտեի պետության Սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող Սրբազան պայքար շարժման ղեկավարների ու մասնակիցների կողմից ահաբեկչության ու իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության շրջանակներում շարունակված խոզարկությունների արդյունքում դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալներին մեղսագրված գործողությունները հաստատող իրեր, այդ թվում փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ։ Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարան ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են։ 15 մեղադրյալներ կալանավորված են։ Գնանք տուն, գնացինք Դավիթի մոտ։ Գնացինք, վուվու անենք։ Այսպես են սկսվում բազմազբաղ մայրիկի գրեթե բոլոր օրերը։
Ավագ երկու երեխաներին դասերի, պարապմունքների Սուսաննան տանում է կրտսեր որդու հետ։ Օրվա մեծ մասն անցկացնում են մեքենայում, որտեղ 1.5 տարեկան Մարկը ծնված օրվանից ունի հատուկ իր համար նախատեսված նստատեղ։ Սկզբից իր համար էր դժվար հարմարվել քարսիթին, որովհետև անծանոթ միջավայր էր այս պահին իր համար, բայց հիմա արդեն սովորել ենք, որովհետև արդեն հենց ծնված օրվանից օգտագործել ենք, սկզբից մինչև 6 ամսեկանի քարսիթ է օգտագործում, իսկ հիմա ավելի նստած քարսիթ, որ ինքը կարողանա հանգիստ նստել ու ինքը արդեն իր տեղը լավ գիտի։ Հենց մոտենում ենք մեքենային, ինքը գիտի, որ հետևի դռնից պետքա մոտենանք, պետքա ինքը այնտեղ նստի։ Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, մինչև 12 տարեկան երեխաների անվտանգ երթևեկությունը հնարավոր է միայն հատուկ նստատեղերի առկայության պայմաններում։ Մանկական նստատեղերը պետք է օգտագործել ծննդատնից, 2-3 տարեկանը ցանկալի է նստի շարժման ընթացքին հակառակ, որը ավելի կնվազեցնի ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երեխայի ողնաշարի վնասման հավանականությունը։ 3-ից 6 տարեկանը նույնպես մանկական նստատեղում երեխան պետք է արդեն նստի շարժման ընթացքի ուղղությամբ եւ արդեն 6 տարեկանից հետո շուրջ 7-ից 9 տարեկան հասակում կամ երբ հասակը դառնում է շուրջ 110 սմ եւ ավելի, ցանկալի է երեխաներ նստեն հատուկ հարմարեցված նստատեղերի, այսպես կոչված բուստեր նստատեղերի վրա, որոնք փոքր-ինչ բարձրացնում են երեխայի հասակը, որպեսզի ավելի ապահով լինի ամրագոտիների ապահով ամրակապումը։ Այս է ավտոն։ Երբ որ ես իմացա, որ բարիկ եմ ունենալու, իմ առաջի գնումը եղավ քարսեթը։ Ու ես կարծում եմ, որ այդպես պետք է լինի, որ հենց ծննդատնից, երբ որ մենք տուն ենք գնում, երեխան նստի քարսեթի մեջ։ Մանկական կողպեկ, քարսիթ եւ բուստեր։ Իր երկու երեխաների անվտանգ երթևեկությունն այս կերպ ապահոված մայրիկն այսօր բոլոր ծնողներին հորդորում է նվազագույնի հասցնել այն վտանգները, որոնք կարող են սպառնալ երեխային անկանխատեսելի պատահարների ժամանակ։ Առանց օրորոցի երեխան կարող է քնել ապահով, առանց մանկասայլակի երեխան կարող է զբոսնել ապահով, բայց առանց քարսեթի երեխան չի կարող ակետից բեկետ տեղաշարժվել մեքենայով։ Դա անվտանգ չէ։ Առանց հետ էլ մեր կյանքում շատ վտանգներ կան, որոնք մենք չենք կարող կանխատեսել եւ չենք կարող պաշտպանվել։ Բայց սա այն քիչ դեպքերից է, որ մենք կարող ենք անել մեզնից կախված ամեն ինչ, որ երեխան ապահով տեղաշարժվի։ Հիշենք նաև, որ երբևիցե երեխաներին չի կարելի թողնել միայնակ ավտոմեքենա։ Լինի դա շոկ եղանակին կամ ցուրտ եղանակին մենք իրավասու չենք երեխային թողնել մենակ։ Պետք է շատ զգոն լինել, անգամ որպեսզի երեխան չկանգնի ավտոմեքենայում, եթե ինքնուրույն արձակի ամրակապման գոտիները, երբևիցե պատուհանից գլուխը, ձեռքը, շորերը դուրս չհանի։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարների ընթացքում մանկահասակ ուղևորների մահացությունը կարելի է նվազեցնել 54%-ով, վնասվածքների հավանականությունը 76%-ով, իսկ ծանր վնասվածքների հավանականությունը 92%-ով, եւ այդ ամենը քարսիթի ճիշտ օգտագործման շնորհիվ։ Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը հայտարարել է, որ ամերիկյան հարվածների հետևանքով իրանական միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել։ Ըստ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեդքլիֆի հուսալի աղբյուրներից ստացվել են նոր հետախուզական տվյալներ, համաձայն որոնց իրանական միջուկային կարևոր օբյեկտներից մի քանիսը ոչնչացել են, եւ դրանց վերականգնման համար կպահանջվեն տարիներ։ Միևնույն ժամանակ Axios լրատվական հարթակի աղբյուրները հայտնել են, որ նախագահ Թրամփի վարչակազմը կսահմանափակի կոնգրեսին գաղտնի տեղեկատվության տրամադրումը տեղի ունեցած արտահոսքի պատճառով։ Դեմոկրատները վրթովմունք են հայտնել այս առնչությամբ, նշելով. գաղտնի տեղեկատվության արտահոսքն անթույլատրելի է եւ պետք է հետաքննվի, սակայն կոնգրեսին տրամադրվող տեղեկությունների սահմանափակումն անընդունելի է։ Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հղում անելով հետախուզական տվյալների գրել էին, թե Միացյալ Նահանգների ավիահարվածներից իրանական միջուկային օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել եւ Թեհրանը կարող է իր միջուկային ծրագիրը վերականգնել մի քանի ամսվա ընթացքում։ Թրամփը եւ նրա վարչակազմը հերքել են այս տեղեկությունները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը եւս ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի միջուկային ծրագիրը մի քանի տարով հետ է ընկել իսրայելական եւ ամերիկյան ավիահարվածների պատճառով։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն իր հերթին Ալ Ջազիրային հայտնել է, որ երկրի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել ավիահարվածներից։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը հայտնել է, պատրաստ են քննարկել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն դեմ են ուրանի հարստացմանը։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Իրանի հետ հաջորդ շաբաթ նախատեսված բանակցությունների մասին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
քարտուղարը ողջունել է այս հայտարարությունը, հույս հայտնելով, որ այդ բանակցությունները կհանգեցնեն Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության ավարտին։ Անտոնիո Գուտերեշը նաեւ կարծիք է հայտնել, որ Իսրայել-Իրան հրադադարում առաջընթացը կհանգեցնի Գազայի հատվածում Իսրայելի եւ Համասի միջև հակամարտության ավարտին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ, շեշտել ԱՄԳ-ն պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունն Իրանում։ Հիշեցնենք, հունիսի 25-ին Իրանի խորհրդարանն օրինագիծ էր ընդունել ԱՄԳ-ի հետ համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ։ Գործակալության աշխատակիցներին չի թույլատրվում մուտք գործել երկիր ստուգումներ անցկացնելու, քանի դեռ Իրանի միջուկային օբյեկտների անվտանգությունը եւ խաղաղ միջուկային գործունեությունը երաշխավորված չեն։ Միացյալ Նահանգները փրկել է Իսրայելը, այժմ էլ կփրկի Բենյամին Նեթանյահուին, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով Իսրայելի վարչապետի նկատմամբ վերսկսված դատավարությանը։ Թրամփը հայտարարել է, ցնցված էր լսել, որ պատմության մեջ իր մեծագույն պահերից հետո Իսրայելը շարունակում է իր խոսքով վհուկների որսը երկրի հնարավոր է լավագույն մարտիկներից մեկի դեմ։ Թրամփը եւս մեկ անգամ շեշտել է, որ Իսրայելն ԱՄՆ-ի օգնությամբ հաղթել է իր վաղեմի թշնամուն Իրանին, որը շուտով ըստ նրա կարող էր ստեղծել աշխարհի ամենահզոր միջուկային զենքերից մեկը։ Բիբին եւ ես դժոխքի միջով անցանք, նշել է Թրամփը։ Դատարանում Նեթանյահուի հարցաքննությունը սկսվել էր հունիսի սկզբին, սակայն Իրանի դեմ ռազմական գործողությունների պատճառով դադարեցվել էր։ Այժմ Նեթանյահուին կրկին դատարան են կանչել։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2019 թվականին կոռուպցիայի 3 գործով՝ խարդախության, վստահության խախտման եւ կաշառակերության համար։ Ըստ մեղադրող կողմի Նեթանյահուն եւ նրա կինը թանկարժեք նվերներ են ստացել հոլիվուդյան մեդիա մագնատ Արնոն Միլչանից, ինչի դիմաց օգնել են նրան ԱՄՆ-ում երկարաժամկետ բնակության վիզան երկարաձգելու հարցում։ Բացի այդ, Նեթանյահուն մեղադրվում է բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելու մեջ։ Թրամփի համոզմամբ այս գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն եւ անարդար են։ Իսրայելական որոշ լրատվամիջոցներ Թրամփի գրառումը որակել են որպես աննախադեպ միջամտություն երկրի արդարադատության համակարգին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ Հաագայում տեղի ունեցած հանդիպումից հետո ողջունել է F-35 կործանիչների ձեռքբերման հետ կապված առաջընթացը։ Մենք քննարկեցինք F-35-ի հարցը։ Մենք արդեն կատարել ենք 1.3-ից 1.4 միլիարդ դոլարի վճարումներ եւ տեսանք, որ պարոն Թրամփը լավ է տրամադրված կործանիչների մատակարարման հարցում, ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, երկու երկրների թիմերն աշխատում են F-16-երի սպասարկման եւ ականացման, ինչպես նաև F-35-երի գնման ուղղությամբ։ Թուրքիան հեռացվել էր F-35 կործանիչների մշակման եւ ձեռքբերման համատեղ ծրագրից Թրամփի առաջին նախագահության ժամանակ 2019 թվականին։ Պատճառն այն էր, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք էր բերել S-400 Triumph զենիթահրթիռային համակարգեր։ Ռուսական S-400-ների ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի ռազմական արդյունաբերության վրա։ Մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նաև հայտարարել է, որ առաջիկա 10 տարիներին Անկարան կավելացնի իր պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 2%-ից հասցնելով 5%-ի, ինչպես եւ համաձայնել են անել ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները։ Ռուսաստանը եւ Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի օդային տարածքում, մասնավորապես Կուրսկում, Ռոստովում, Բրյանսկում, Բելգորոդում, Մոսկվայում եւ այլ մարզերում ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Իսկ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են ռուսական 40-ից ավելի անօդաչուների հարձակման մասին։ Դրանց միայն մի մասն է հաջողվել խոցել։ Խերսոնի մարզի մի քանի բնակավայրերում ռուսական հարվածներից առնվազն 3 մարդ է զոհվել։ Դնեպրի իշխանություններն էլ հայտնել են, որ հունիսի 24-ին քաղաքի վրա ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը գերազանցել է 300-ը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկնել է Ստրասբուրգ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ նա ստորագրել է համաձայնագիր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին։ ՄԱԿ-ը նման հանցագործություն է համարում որևէ պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։ Յուրաքանչյուր հանցագործ պետք է իմանա, որ արդարություն կա եւ դա վերաբերում է նաեւ Ռուսաստանին։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ ագրեսիան հանգեցնում է պատժի, հայտարարել է Զելենսկին համաձայնագրի ստորագրումից հետո։ Հատուկ դատարանը պետք է դատի այն բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական առաջնորդներին, որոնք պատասխանատու են Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման համար։ Դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայել Միշուստինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ դատավարությունները կարող է սկսել միայն այն բանից հետո, երբ նրանք հեռանան պաշտոնից։ Մինչ այդ դատարանը կարող է միայն հետաքննություններ անցկացնել, ապացույցներ հավաքել եւ մեղադրական եզրակացություններ պատրաստել։ Դատարանը կազմված կլինի 15 դատավորից, որոնց կնշանակեն տրիբունալի ստեղծման համաձայնագրին միացող պետությունների ներկայացուցիչները։
Գեղարքունիքի մարզային գրադարանը որպես կրթական եւ մշակութային միջավայր շարունակում է բարելավել սպասարկման պայմանները։ Փուլ առ փուլ վերանորոգվում եւ կահավորվում են գրադարանի բաժինները։ Ընթերցողներին արդեն նոր տեսքով ու թարմ շնչով է ներկայանում նաեւ սպասարկման բաժինը։ Գավառի համայնքապետարանի տրամադրած 1 միլիոն ընթացիկ դրամաշնորհի շրջանակում բաժինը ձևափոխվել է եւ վերանորոգվել, իսկ 5 միլիոն դրամ կապիտալ դրամաշնորհի շրջանակում կահավորում է իրականացվել գրադարանում։ Համայնքապետարանի տրամադրված դրամաշնորհի շրջանակում փոխվեցին գրադարանի բաժինների դռները։ Սպասարկման բաժինը ամբողջությամբ վերանորոգվեց եւ կահավորվեց նոր գրադարակներով։ Մեր ընթերցողները այսօր օգտվում են ժամանակակից եւ գեղեցիկ միջավայրից։ Նորոգված սրահը ոչ միայն բարելավել է ընթերցողների սպասարկման պայմանները, այլև նպաստում է գրքասեր հասարակության ձևավորմանը, կրթության եւ մշակույթի զարգացմանը։ Կարծում եմ սա շատ նաեւ գրավիչ պայման է, որպեսզի ընթերցողները բոլոր տարիքի սկսած պատանի միջև ավագ տարիքի ներկայացուցիչներ այստեղ ոչ միայն գտնեն իրենց պահանջված գրականություն, այլ նաև իրենք ավելի արժևորված կան, ավելի աճելի միջավայրում սպասարկվեն։ 5 միլիոնի շրջանակում գրադարանի բոլոր բաժինների դռները փոխարինվել են նոր շարժական դռներով։ Սպասարկման եւ մատենագիտական ու մեթոդական աշխատանքների բաժինները կահավորվել են դարակաշարերով, ձեռք է բերվել շարժական 2 գրադարակ։ Աշխատանքային պայմանները հարմարեցնել այն նոր մոտեցումներին եւ առաջնահերթություններին, որոնք սահմանել է գրադարանը եւ որոնցով առաջ է շարժվում։ Մարզային գրադարանի տնօրենի կողմից համայնքապետարանին ներկայացված այս հանգամանքն է կարևորվել։ Համայնքի ղեկավարի անմիջական ազնարարությամբ արդեն 2-րդ տարին է մարզային գրադարանին տրամադրում է կապիտալ դրամաշնորհ։ Սա իհարկե առաջին հերթին խոսում է այն մասին, որ մենք ցանկանում ենք, որպեսզի բարենպաստ պայմաններ լինեն ոչ միայն համայնքապատկան կազմակերպություններում, այլ այն կազմակերպություններում, որոնք շահագրգռված են, որտեղ երիտասարդների հոսքն է մեծ, որտեղ մեծ աշխատանք է տարվում կրթության, մշակույթի, քաղաքի աշխուժացման։ Ձևափոխման եւ կահավորման ոճի շնորհիվ սպասարկման բաժինն ընդարձակվել է եւ այստեղ հնարավոր է ոչ բազմամարդ միջոցառումներ անցկացնել։ Առցանց քննարկում մանրածախ բիզնեսի ներկայացուցիչների հետ, օրակարգում ապրանքների թվային դրոշմավորման գործընթացի, մասնավորապես մանրածախ վաճառքի կետերում նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի ճիշտ կազմակերպման, ինչպես նաև վարչարության հետ կապված հարցերն են։ Տնտեսվարողներին շատ հետաքրքրում է սկանավորման միջոցով դեպի ՊԵԿ տեղեկատվության փոխանցումը, որ դեպքում է խախտում համարվում, որ դեպքում է վարչարություն իրականացվելու, ինչ խնդիրների իրենք կարող են բախվել, եթե չեն իրականացրել սկանավորումը։ Ինչպես սկանավորել նույնականացման միջոցներով դրոշմավորված, սակայն վաճառքի ժամանակ մասնատվող ապրանքները, մանրածախ վաճառքի կետերում հաճախ հանդիպող խնդիրներից է։ Եթե հաճախորդը ցանկանում է օրինակի համար ոչ թե ամբողջական տուփը գնել, այլ 200 գրամ, 300 գրամ, ես որպես վաճառող չեմ կարող իմանալ որն է ավելի ճիշտ անցկացնել դրոշմավորումը, ինչպես անցկացնեմ դրոշմավորումը 200 գրամանոց ապրանքի վրա, քանի որ դրոշմավորումը խփված է կիլոգրամի համար։ Այս պահին սկանավորման ժամանակ կարող են մասնատվող ապրանքի դեպքում մեկ անգամ սկանավորելով տեղեկատվությունը փոխանցել ՊԵԿ, օրենսդրական եւ տեխնիկական փոփոխություններ են տեղի ունենում էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանցման նպատակով եւ շուտով այս խնդիրը եւս նրանց մոտ կարգավորված կլինի։ Ապրանքի վրա նույնականացման միջոցի եւ դրոշմապիտակի միաժամանակի արկայության դեպքում որ տեսակը պետք է սկանավորվի վաճառքի կետերում, սա եւս տնտեսվարողներին հուզող հարցերից է։ Եթե ապրանքը ունի եւ դրոշմավորում եւ լիցենզավորում, արդյոք ես օրենք չեմ խախտում անցկացնելով բարկոդը։ Իրավունք չունի տնտեսվարողը միաժամանակ կիրառելու եւ նույնականացման միջոցը եւ դրոշմապիտակը։ Այդպիսի հնարավորություն եղել է միայն փորձնական շրջանում, իսկ այժմ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դեպքում պիտի կիրառվի նույնականացման միջոցը, սակայն բնականաբար եթե տնտեսվարողի մոտ առկա են դեռևս մնացած դրոշմապիտակներ, կարող են այդ դրոշմապիտակները սպառվել, հիշելով նաեւ
որ այդ դրոշմապիտակների սպառման ժամկետը 12 ամիս է վերցրեց օրվանից։ Առցանց քննարկմանը մասնագետները ներկայացրել են նաև դրոշմավորման համակարգից օգտվելու առանձնահատկությունները, պարտադիր դաշտերը լրացնելու քայլերը եւ այլ հարցեր։ Հանդիպումն անցել է ինտերակտիվ հարց ու պատասխան ձևաչափով։ Իդեպ տնտեսվարողները հնարավորություն ունեն շաբաթը 2 անգամ մասնակցել առցանց քննարկումներին ու բարձաբանումներ ստանալ հենց պատասխանատուներից։ Հունիսի 24-ին ժամը 19:39-ին Վանաձորի շտապօգնությունից հաղորդվել է, որ Դարբաս գյուղից ծակած կտրած վերքերով հիվանդանոց է տեղափոխել մոտ 40 տարեկան տղամարդու։ Ժամը 20:11-ին հաղորդում է ստացվել արդեն Վանաձոր բժշկական կենտրոնից։ Իրենց մոտ տեղափոխված ինքնությունը չպարզված տղամարդն ընդունարանում բուժ անձնակազմի ներկայությամբ մահացել է։ Օպերատիվ խմբի հետ մեկնել են նաև քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության, մարզի քննչական վարչության եւ համայնքային ոստիկանության Գուգարկի բաժնի ծառայողներ։ Համատեղ ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 19-ին Դարբաս գյուղի տներից մեկի բակում տեղի է ունեցել վիճաբանություն 85-ամյա տանտիրոջ եւ նրա 54-ամյա որդու միջև, որի ընթացքում որդին հայհոյանքներ է հնչեցրել եւ հարվածներ հասցրել հորը։ Վիճող կողմերին հանդարտեցնելու համար միջամտել է հարևանությամբ բնակվող 19-ամյա մի երիտասարդ։ 54-ամյա որդին վիճել է նաև երիտասարդի հետ, նրա հասցեին էլ հնչեցրել հայհոյանքներ։ Սկսվել է ծեծկռտուք, որի ժամանակ երիտասարդը ձեռքերով հարվածներ է հասցրել 54-ամյա տղամարդուն, որն էլ ձեռքին եղած դանակով հարձակվել է երիտասարդի վրա։ Սակայն երիտասարդին հաջողվել է խլել դանակը եւ դրանով հարվածներ հասցնել 54-ամյա տղամարդու Աշոտ Ասլանյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ նա հիվանդանոցում մահացել է։ Երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն, որտեղ խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տվյալն իրացրին քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 21-ին ժամը 16:50-ին Մայրաքաղաքի Շերամի փողոցում գործող հյուրանոցային համալիրի մի համարում հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց Մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Հունիսի 17-ից նա հետախուզվում էր սպանության փորձի եւ ապօրինի զենք կրելու մեղադրանքով։ Խափանման միջոցը կալանք։ Հյուրանոցի նույն համարում հայտնաբերվել է Մակարով ատրճանակ։ Տղամարդը ներկայացվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։